Հայաստանում բիզնես-պետություն հարաբերություններում անձնական քաղաքական կապերն ու նախասիրությունները շարունակում են էական գործոն մնալ։ Այս մասին են վկայում բիզնեսին տրված արտոնությունները, պետական պատվերների պայմանագրերը, իշխող քաղաքացիական պայմանագրին ֆինանսավորողների ցուցակը եւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների շրջանակը։ Ազատությունն ուսումնասիրել է կառավարության վերջին տարիների բազմաթիվ որոշումներ, նախ արտոնությունների մասին։ Շուրջ 1.1 միլիոն դոլար։ Վերջին 2 տարիներին կառավարությունն այսքան հարկային արտոնություն է տվել նախկին հանրապետական падգամավոր Սամվել Ալեքսանյանի ու նրա հարազատներին պատկանող բիզնեսներին, նրանց ազատելով ներկրվող ապրանքի համար մաքսատուրքի վճարումներից։ Ամենաթարն Ալեքս տեքստիլի օրինակն է։ Այս տարեվերջին գործադիրը որոշեց բավարարել ընկերության հայտն ու 1 տարվա ընթացքում ազատել պետական բյուջե մոտ $290,000 փոխանցելու պարտավորությունից։ Հիմնավորումը շատ հակիրճ է։ Ընկերությունը խոստանում է 50 նոր աշխատատեղ ստեղծել։ Ալեքս տեքստիլի տարեկան հաշվետվությունից մինչդեռ պարզ է դառնում ընկերության հաստիքացուցակն ընդհակառակը կրճատվում է։ 2023-ին 959 աշխատակից են ունեցել, 24-ին 698։ 2025-ին միտումը շարունակվել է, սեպտեմբերի տվյալներով 420 գրանցված աշխատակից են ունեցել։ Փաստացի կառավարությունը շուրջ $290,000 արտոնություն է տվել մի ընկերության, որը 2 տարվա ընթացքում ոչ թե ընդլայնել, այլ ավելի քան 2 անգամ կրճատել է աշխատակիցների թիվը։ Գուցե գործադիրն այս տվյալներին պարզապես ծանոթ չի եղել, այս տարբերակը սակայն բացառվում է, քանի որ պետական եկամուտների կոմիտեն սևով սպիտակի վրա տեղեկացրել է կառավարությանը Ալեքս տեքստիլի վատ թարացող վիճակագրության մասին։ Ավելին, նույնիսկ մատնանշել, որ հայտը ներկայացնելիս ընկերությունը ստացած շահույթների մասին իրականության չհամապատասխանող թվեր է տրամադրել։ Հարկային մարմինն այս դիտարկումները նոյեմբերին է ներկայացրել։ Գործադիրն ուղիղ 1 ամիս ժամանակ է ունեցել մտափոխվելու համար, սակայն դեկտեմբերի 11-ին իստում վեր բարձրացան բոլորի ձեռքերը։ Ովքեր են կողմ չզեկուցող հարցերի փաթեթը հաստատելուն։ Շնորհակալություն։ Թեև այսպիսի արտոնություններ տրվում են նաև հանրությանը քիչ ծանոթ բիզնեսմենների, սակայն հայտնի հարուստների օգտին կայացվող որոշումները հարցեր են առաջացնում։ Դրանց հիմնավորումներում մեկ ընդհանրական նախադասություն է մշտապես կրկնվում։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար։ Ամռանը կառավարությունը որոշեց Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը 3 տարի ժամկետով շուրջ $150,000 մաքսային արտոնություն տալ։ Լուսինե Ալեքսանյանի ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծված Rose Garden-ը խոստացել է մինչ 2028 թվականը 50 աշխատատեղ ստեղծել $250,000 դրամ միջին աշխատավարձով։ Գեղարքունիքում ջերմոց պետք է հիմնեն ու վարդեր աճեցնեն։ Արտառոցն այս դեպքում ընկերության նախապատմությունն է։ Արտոնության համար դիմելիս ընկերությունը միայն 1 աշխատակից է ունեցել ու ժամկետ անց հարկային պարտավորություն։ Չզեկուցվող հարցերի փաթեթը դրվում է քվեարկության, ովքեր են կողմ դրա հաստատմանը։ Դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը հաստատված է։ Հիմա բիզնեսմեն եմ։ Անձամբ Սամվել Ալեքսանյանի անունով գրանցված LA Plast ընկերությունը 2024-ին $451,000 մաքսատուրք վճարելու պարտավորությունից է ազատվել։ Այս ընկերությունը նույնպես ըստ պետական եկամուտների կոմիտեի այդ ժամանակ ժամկետ անց պարտավորություն է ունեցել։ Կառավարության որոշումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պետությունից հաճախ շռայլ մաքսային արտոնություններ է ստանում նաև Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության նախկին падգամավոր Մելիք Մանուկյանի Շշի Մելոյի ընկերությունը։ Վերջին 3 տարվա ընթացքում ընդունված որոշումներով շշեր արտադրող Սարանիստ ընկերությանը թույլատրել են ընդհանուր $900,000 չվճարել պետությանը։ Չնայած արտոնություններին, այս ընկերությունը նույնպես վերջին տարիներին ոչ թե ընդլայնել, այլ կրճատել է աշխատակիցներին։ Այս ամռանը հայտ ներկայացնելիս Սարանիստի հասույթների մասին տրամադրած տեղեկատվությունն էլ չի համապատասխանել պետական եկամուտների կոմիտեի ունեցած տվյալներին։ Միմյանց ուղիղ հակասում են նաև Մելիք Մանուկյանի ընկերության տված խոստումները։ 2024-ին 40 միլիոնի արտոնության դիմաց խոստացել են 40 նոր աշխատատեղ ստեղծել։ Պեկի հաշվետվությունից երևում է, որ խոստումը չի կատարվել, սա սակայն չի խանգարել հաջորդ տարի շատ ավելի մեծ 178 միլիոնի արտոնություն ստանալ։
Այս դեպքում 15 նոր աշխատատեղ բացելու համար։ Այսինքն 15 նոր աշխատատեղ բացելու հեռանկարը պետության համար $570,000 է արժեցել, իսկ սա նշանակում է, որ հենց այդքան չի փոխանցվի վարչապետի կողմից այդքան գովազդվող ընտանեկան բյուջե։ Նախկինում տարբեր թևեր ներկայացնող գործարարի ու գործող իշխանությունների հարաբերությունները վերջին տարիներին են լավացել։ 2021-ին վարչապետ Փաշինյանն անձամբ էր այցելել նրա գործարան ու վստահեցրել, թե պատրաստ են աջակցել։ Այցից մեկ ամիս առաջ նախկին ԲՀԿ-ական падգամավորը հրապարակի հետ զրույցում չէր թաքցրել, սատարում է գործող իշխանություններին։ Չզեկուցող հարցերի փաթեթն է դրվում քվեարկության, ովքեր են կողմ դրա հաստատմանը։ Դեմ չունենք, չզեկուցող հարցերի փաթեթը հաստատված է։ Հայաստանի ամենահարուստներից Բադալյանների ընտանիքը on-line խաղատների ոլորտում գերիշխող դիրք ունի։ Ընտանիքի բիզնես հաջողություններն արդեն միջազգային մասշտաբներ են ստացել։ Բադալյաններն այժմ նաև գյուղատնտեսությամբ են զբաղվում։ Նրանց հիմնադրած VR Armenian Fruit ընկերությունը 2024-ին դիմել է գործադիրին ու $285,000 ընդհանուր վճարներից ազատվելու արտոնություն ստացել։ Սրա դիմաց խոստանալով 5 տարում 18 նոր աշխատատեղ ստեղծել։ 2024-ի ամռանը վարչապետ Փաշինյանը նաև Բադալյաններին է այցելել ու նրանց հետ շրջել այգիներում։ Արտոնության համար դիմելիս ընկերությունն ընդհանրապես չի ներկայացրել նախորդ տարիների հասույթի ամբողջական տվյալները, իսկ 2023-ի թվերն ըստ պետական եկամուտների կոմիտեի չի համընկել իրենց ունեցած տվյալներին։ Վիգեն Բադալյանն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է։ Վերջինս այս հանգամանքը երբեք չի թաքցրել, սակայն մշտապես վստահեցնում է, թե այդ կապն ընկերոջ բիզնես շահերին չի ծառայում։ Մեր մոտ թե իր բնավորությունից ելնելով, թե իմ խոշորացույցի տակ լինելով եւ իմ բնավորությունից ելնելով, մեր մոտ խիստ տարանջատված է։ Ասենք ինձ լիքը մարդ գայս ասում է, կարաս Վիգեն ասես, ես իր մարդուն գործի վերցնի կամ ինչ-որ sense մի բան, ես չեմ մտնում իր բիզնեսների մեջ եւ ինքը չի մտնում քաղաքականության մեջ։ Երկրորդը, ես չեմ կարա դա ուղղակի ֆիզիկապես անեմ։ Ես չեմ կարա դա անեմ։ Եթե ուզենամ, ես չեմ կարա դա անեմ։ 2021-ին նրա Բադալյանի իշխանական падգամավորներ Հրաչյա Հակոբյանի ու Էդվարդ Աղաջանյանի համատեղ հանգիստը հունական Միկոնոսում մեծ աղմուկ բարձրացրեց։ Երբ Հայաստանը ուշքի չէր եկել 44-օրյա պատերազմից, նրանք միասին զվարճանում ու ինքնամոռաց սպառում էին ծովափին։ Այս ճոխ հանգստից 4 տարի անց արդեն խաղային բիզնեսի հարկերը կրկնապատկելու նախագիծ հեղինակած ԿՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանն ակնարկեց, որ կուսակցական վերնախավին դուր չի եկել իր նախաձեռնությունը, որն ի վերջո ընդունվել էր։ Ես իմ գործունեությամբ ճակերտների մեջ ցավացրել եմ որոշ մարդկանց։ Արտոնություններ են ստանում նաև անձամբ իշխանավորների ընտանիքների ընկերությունները։ 2024-ի ապրիլին 56 միլիոն դրամի $150,000 մաքսատուրք վճարելու պարտավորությունից ազատվեց Hitex Plastic ընկերությունը, որի 50%-ը վարչապետ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանի որդունն է։ Սրա դիմաց խոստացել են 3 տարում ընդամենը 3 նոր աշխատատեղ ստեղծել, մինչդեռ այս ընկերության աշխատակիցների թիվը նույնպես ըստ հարկայի մարմնի վերջին տարիներին ընդհակառակը նվազել է։ Եթե վարչապետի խորհրդականը քվեարկությանը չի մասնակցում, ապա առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2022-ին անձամբ կողմ քվեարկեց մի ընկերության օգտին, որի 33%-ն իր ամուսնուն Ստեփան Ավանեսյանին է պատկանում։ Ովքեր են կողմ փաթեթի ընդունմանը, դեմ չունենք, փաթեթը ընդունված է։ Չնայած ակնհայտ շահերի բախմանը, առողջապահության նախարարը համաձայնեց Իվարի ընկերությանը $140,000 մաքսային արտոնություն տալ 5 տարում 27 նոր աշխատատեղ ստեղծելու խոստման դիմաց։ Ընդ որում, այս դեպքում չի հրապարակվել նախագծի ամփոփաթերթը, որտեղ ներկայացվում են պետական մարմինների դիտողությունները։ Բիզնեսմենների անձնական կապերն ու քաղաքական նախասիրություններն արտացոլվում են ոչ միայն արտոնություններ ստացողների ցուցակում։ Հարուստ գործարարներին փոխկապակցվող ընկերությունների անունները կարելի է գտնել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների շարքում։ 10 միլիոն դրամ նախկին հանրապետական падգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդուն Արթուր Պետրոսյանին պատկանող Mobile Center խանութների ցանցից 2 անգամ 10 միլիոնի նվիրատվություն Ջերմուկ գրուպից, որը նույնպես պարբերաբար արտոնություններ է ստանում եւ որի միակ բաժնետերը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն է։ 2 միլիոն կառավարությունից արտոնություններ ստացած Sunfood-ից։ Նույնը կարելի է ասել այլ ընկերությունների մասին։ Առավել համարձակների ու իրենց քաղաքական նախասիրությունները չթաքցնողների անունները կարելի է գտնել նաեւ հենց քաղաքացի
քաղաքացիական պայմանագրին ֆինանսավորողների ցուցակներում։ Print Arm West ընկերության սեփականատեր Անդրանիկ Բախտավորյանը եւ արտոնություններ է ստանում եւ իշխող կուսակցությանը գումար փոխանցում եւ նվիրատվություն կատարում Իմ քայլը հիմնադրամի համար։ Ջերմուկ գրուպի դեպքում պատմությունը կրկնվում է։ Մաքսային արտոնություն նվիրատվություններ Իմ քայլը հիմնադրամին ու ընկերության գործադիր տնօրենի անունից փոխանցում քաղաքացիական պայմանագրին։ Ամիսներ առաջ Infocom-ի հետաքննությունն էլ պարզել էր իշխող կուսակցությանը ֆինանսավորող անձանց փոխկապակցվող ընկերությունները միլիոնների պայմանագրեր են կնքում պետական տարբեր կառույցների հետ, այդ թվում ոչ մրցութային մեկ անձից գնման ընթացակարգով։ Փոխկապակցվածությունների այս շարքը կարելի է շարունակել։ Այս տվյալները ոչ միայն բիզնեսմենների անձնական քաղաքական կապերի մասին են վկայում, այլև լրացնում թվերով փաստարկվող այն եզրակացությունը, որ չնայած սոցիալական արդարության մասին պնդումներին, Հայաստանի ամբողջ հարստության զգալի մասը շարունակում է կենտրոնացած մնալ փոքր խմբի ձեռքում։ Շաբաթներ առաջ ուսումնասիրելով հարկային վիճակագրությունն Ազատությունը պարզել էր, որ 15 ընտանիք ամենահամեստ հաշվարկներով տնօրենում է Հայաստանի ամբողջ տնտեսության առնվազն 16%-ը։ Ամենահարուստ ընտանիքներին պատկանող ընկերությունների ու նրանց հետ փոխկապակցված անձանց կարելի է նույնականացնել նաև պետական պատվերներ ստացողների ցանկերում։ Նման պայմանագրեր են կնքում եւ Ալեքսանյանները, եւ Ծառուկյանները, եւ Սուքասյանները, եւ Քոչարյանները, եւ Վարդանյաններն ու մյուսները։ 2022-ի ներքին գործերի նախարարությունը առանց մրցույթի 8.1 միլիոն դոլարի ոստիկանական մեքենաներ գնեց Toyota Երևան ընկերությունից, որի բաժնեմասերի 30%-ը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդունն է, Սեդրակ Քոչարյանինը, 60%-ը հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանինը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շքեղ 90 միլիոն դրամ արժեցած BMW մակնիշի մեքենան 2021-ին առանց մրցույթի Եվրոմոթորսից էին գնել, որի 50%-ը Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանինն է։ 2024-ին պետական Հայփոստը դարձյալ առանց մրցույթի $220,000 բանկային ծառայություններ գնեց իշխանական падգամավոր Խաչատուր Սուքասյանի ընտանիքին պատկանող Հայ Էկոնոմ բանկից։ Այս ցանկը նույնպես շարունակելի է։ Իսկ ինչպես է այս ամենն ազդում Հայաստանի տնտեսական զարգացման, մարդկանց կենսամակարդակի, վաճառվող ապրանքների ու ծառայությունների գների վրա։ Տնտեսագիտության օրենքներն են փաստում այն ոլորտներում, որոնց հիմնական խաղացողներին կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել, թանկացումներն ավելի հավանական են, իսկ Հայաստանում բիզնեսմենները հակված են միջազգայինից էլ բարձր տեմպերով գները բարձրացնել։ Հայաստանի Հանրապետությունում չկան տնտեսական մենաշնորհներ։ Ու չնայած վարչապետ Փաշինյանի հավաստիացումներին, պաշտոնական թվերը վկայում են, տարբեր ոլորտների առյուծի բաժինն իրենց ձեռքում պահող գործարարներն ուղղակի կամ անուղղակի արգելակում են Հայաստանի տնտեսական զարգացումը։ Նախ գների մասին, Հայաստանում ամենապահանջված մթերքը հացն է, իսկ ալյուր արտադրողների շարքում հսկան Սամվել Ալեքսանյանի Բաղրամյանն է, որի հետ մրցակցել մյուսների մոտ ըստ էության չի ստացվում։ Ալեքսանյանի ընկերության ալյուրը վերջին ամիսներին թանկացել է, եւ սա այն դեպքում, երբ հացահատիկի միջազգային գները նվազում են ու գրեթե հասել են կորոնավիրուսի համավարակի նախորդած ցուցանիշներին։ Հայաստանցիներն այժմ ստիպված են հացի համար 3%-ով ավելի շատ վճարել, քան 1 տարի առաջ, եւ Վրաստանում եւ Ադրբեջանում հացն ավելի էժան է։ Հայաստանը ցորեն հիմնականում Ռուսաստանից է գնում, վերջին ամիսներին այնտեղ գները կայուն են, իսկ Հայաստանում գնաճի նոր ալիք է սկսվել։ Բենզինի գներից վարորդների դժգոհությունները Հայաստանում երբեք չեն նվազում։ Այս շուկան նույնպես ընդամենը մի քանի ընկերություն է վերահսկում։ Խոշոր խաղացողներից CPS Energy Group-ը հանրությանն անծանոթ Աշոտ Սալազարյանին է պատկանում։ Ֆլեշի սեփականատերը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընկեր Բարսեղ Բեգլարյանն է։ Մեգատրեյդը իշխանական падգամավոր Խաչատուր Սուքասյանի ընտանիքի կոնցեռնի մաս է։ Max Oil-ի 100% սեփականատերը նախկին հանրապետական падգամավոր Հարություն Փամբուկյանի որդունն է, Էդգար Փամբուկյանինը։ Հայաստանում այժմ բենզինն ավելի թանկ է վաճառվում, քան հարևան Վրաստանում։ Հայաստանյան գների վայրիվերումները համադրելի չեն հիմնական մատակարար երկրի Ռուսաստանում գների փոփոխությունների հետ։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կայքի գրաֆիկը սա շատ պատկերավոր է ցույց տալիս։ 1 լիտրի համար 100 դրամից էլ մեծ տատանումներ կան Հայաստանում, մինչդեռ Ռուսաստանում այս գիծը շատ ավելի դանդաղ տեմպերով է վերընթանում ու գրեթե ուղիղ է։ Այն, որ այս ընկերությունները հակամրցակցային քայլերի են դիմում, փաստում է նաև մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ 2022-ից սկսած ավելի քան 2.5 տարի շարունակ նրանք ըստ հանձնաժողովի բենզինի գները ձայն-ձայնի տված փոխել են, չնայած իրենց ծախսերի տարբերություններին։ Գները բարձրացրել են նույնիսկ այն դեպքում, երբ ինքնարժեքն իրականում նվազել է։ Այս գործողությունների համար կառույցը որոշել է բենզինի շուկայի խոշոր խաղացողներին տուգանել ընդհանուր 2.8 միլիոն դոլարով։ Իսկ թե այդ ընթացքում քաղաքացիները քանի միլիոն դոլար են կորցրել,
հնարավոր չէ հաշվել։ Հաճախ կարելի է դժգոհություններ լսել նաև ապահովագրական ընկերությունների ծառայությունների թանկացումների վերաբերյալ։ Տարեց տարի թանկացող ԱՊԱ-ի հարցին ծանոթ են բոլոր վարորդները։ Այս շուկան մեղմ ասած ամենամրցակցայիններից չէ։ Այժմ Հայաստանում գործող 7 մասնավոր ընկերություններից 5-ն այս կամ այն կերպ կապված են նախկին ու ներկա իշխանականներին։ Նրանք կամ սեփականատերեր են, կամ էլ ղեկավար պաշտոններ են զբաղեցրել այդ ընկերություններում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մինչ պաշտոնում նշանակվելը 6 տարի Արմենիա ինշուրանսի խորհրդի նախագահն է եղել։ FS-ի 50% առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանին է պատկանում։ Նա նաև Ինգո Արմենիայի համասեփականատերն է։ Նայրի ինշուրանսի 60%-ի սեփականատերը երկրորդ նախագահի որդին է՝ Լևոն Քոչարյանը։ Սիլ ինշուրանսն էլ ազգային ժողովի իշխանական падգամավոր Խաչատուր Սուքեսյանի ընտանիքինն է։ Միջազգային գների հետ համեմատությունը այստեղ էլ նույն պատկերն է ցույց տալիս։ Հայաստանում ապահովագրական ծառայությունները երկնիշ տեմպերով են թանկանում։ Աշխարհում մինչդեռ 2024-ից հետո դրանք էժանանում են։ Բուն ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում հայաստանյան գները շատ ավելի արագ են աճում, քան աշխարհի շատ երկրներում։ Իսկ ինչպես է այս ամենի հետևանքով արգելակվում Հայաստանի տնտեսության զարգացումը։ Պատասխանը կարելի է գտնել օրինակ վիճակագրական կոմիտեի օտարերկրյա ներդրումների մասին տեղեկանքներում։ Հայաստանի ներդրումային դաշտն ավելի գրավիչ դարձնելու հայտարարություններին զուգահեռ դրսից ներդրումների ընդհանուր ծավալն ու հոսքը նվազում են։ Իսկ այն շուկաները, որոնք մի քանի ընտանիքների ձեռքում են, արտասահմանցիներին առհասարակ չեն գրավում։ Ծխախոտի արտադրության ոլորտում 2025-ի առաջին կեսին օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշը 0 է։ Հագուստի ոլորտում նույնպես պատկերը նույնն է թղթի արտադրությունում։ Ցուցանիշները չեն փոխվում շահումով խաղերի շուկայում, չի առանձնանում հանրային սննդի ոլորտը։ Շատ համեստ թվեր են սննդամթերքի ու խմիչքի արտադրությունում։ Սննդամթերքի շուկան այդ ժամանակահատվածում ընդամենը 156 միլիոն դրամի օտարերկրյա ուղղակի ներդրում է գրավել, $500,000-ից էլ քիչ։ Խմիչքների շուկայում թիվն ավելի փոքր է՝ $220,000։ Ընդհանուր առմամբ օտարերկրյա ուղղակի ներդրումները երկնիշ տեմպերով են նվազում։ 2025-ի մարտին Հայաստանի տնտեսությունում դրանց ընդհանուր ծավալը գրեթե $890 միլիոն էր հասնում։ Հունիսի վերջի դրությամբ թիվը փոքրացել է $143 միլիոն։ Այսինքն 3 ամսվա ընթացքում հայկական ընկերություններում օտար ներդրողներին պատկանող այդքան մասնաբաժիններ օտարվել են, նրանք դուրս են եկել շուկայից։ Այս բոլոր խնդիրների շատ հակիրճ նկարագրությունը կարելի է գտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Հայաստանի ներդրումային դաշտի մասին ամենամյա զեկույցում։ Վաշինգտոնն արձանագրում է, շուկայական մրցակցությունը ընդհանուր առմամբ բարելավվել է, բայց մի շարք ոլորտներում գերիշխում են փոքր թվով խաղացողներ։ Օտարերկրյա ներդրողներին շարունակում է մտահոգել օրենքի գերակայության, հավասար մոտեցման թերություններն ու պետական պաշտոնյաների էթիկական պահվածքը։ Պետական գնումների խնդիրները նույնպես չեն վրիպել պետդեպարտամենտի ուշադրությունից։ Արձանագրել են մեխանիզմները, որոնք պետք է հակազդեն շահերի բախմանը, ամբողջությամբ չեն կիրառվում։ Ըստ օտարերկրյա ներդրողների գնումների պրակտիկան կարող է ամրապնդել պրոտեկցիոնիզմը, խոչընդոտել մրցակցությանն ու վնասել կառավարության, մասնավոր հատվածի աճը խթանողի իմիջը։ Ինչ անել։ Միացյալ Նահանգների պետդեպն ընդգծում է, իշխանությունները պետք է կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային դարձնեն։ Պաշտոնապես ասում եմ, Հայաստանում 2018 թվականից համակարգային կոռուպցիա վերացել է եւ մինչեւ այսօր չկա։ Չնայած վարչապետի այս հավաստիացմանը ամերիկյան պետդեպը ուղիղ ու բաց տեքստով պնդում է. Հայաստանում կոռուպցիան շարունակում է խոչընդոտ մնալ ներդրողների համար։